Բանկային քարտերը, նույնականացման սարքերը, պետական և ռազմական բազմաթիվ համակարգեր աշխատում են գաղտնագրման տեխնոլոգիաներով։ Դրանք նախատեսված են մեր տվյալների պաշտպանության համար, որոնց թերացման դեպքում ինֆորմացիան հեշտությամբ հասանելի կդառնա օրինակ հաքերներին։ Բայց ամենահուսալի համակարգերն էլ կարող են խոցելի դառնալ, եթե խնդիրն առաջանում է սարքի աշխատանքի ընթացքում։ Տեղեկատվական անվտանգության ոլորտում առաջարկ ունի մայրբուհի շրջանավարտ Գարիկ Բաղդասարյանը։ Ստանդարտ համարվող գաղտնագրման ալգորիթմները, ինչպիսիք են AES-ը, թեև համարվում են տեսականորեն մաթեմատիկորեն անխոցելի, սակայն դրանց իրական անվտանգությունը կախված է նաև դրանց ապարատային իրականացումից։ Ապարատային իրականացման ժամանակ առաջանում են չափելի ֆիզիկական արտահոսքեր, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի սպառումը, էլեկտրամագնիսական ճառագայթումը։ Հետազոտության ընթացքում երիտասարդ գիտնականը ոչ թե կոտրել է որևէ համակարգ, այլ պարզել, որքան պաշտպանված են ժամանակակից սարքերը նման հարձակումներից։ Մշակել է արհեստական բանականության վրա հիմնված մոդել, որը վերլուծում է սարքից ստացող ազդանշանները, գնահատում հնարավոր է արդյոք դրանց միջոցով հասնել գաղտնի բանալուն։ Ես իմ աշխատանքում օգտագործել եմ արհեստական բանականության deep learning մոդելներ, որոնք կարողանում են ինքնուրույն ավտոմատ կերպով վերականգնել բարդ ոչ գծային օրինաչափությունները այդ էլեկտրամագնիսական ճառագայթման արտահոսքերից, ազդանշաններից եւ վերականգնել գաղտնի բանալին։ Տեղեկատվական անվտանգության մասնագետը կիրառել է նոր մոտեցում, որի շնորհիվ համակարգն աշխատել է ավելի արագ եւ արդյունավետ։ Գարիկի խոսքով նույն արդյունքին հասնելու համար իր մոդելին պահանջվել է զգալիորեն ավելի քիչ տվյալ, քան միջազգային մի շարք հետազոտություններում։ Այդպես հնարավոր է ավելի արագ գնահատել սարքի պաշտպանվածությունն ու ժամանակին հայտնաբերել խոցելիությունները։ Իմ գիտական աշխատանքը համարվում է անվտանգության գնահատման գերհզոր գործիք եւ այն թույլ կտա սարքավորումներ ստեղծող կամպանիաներին ժամանակին գտնել խոցելիությունները եւ ստեղծել ավելի գերհզոր սարքավորումներ եւ գերհզոր համակարգեր, որոնք տեղադրվում են թե բանկային քարտերում, վճարման համակարգերում, թե ռազմական ոլորտներում տեղեկատվության փոխանցման համակարգերում, գրեթե բոլոր տեղերը օգտագործվում են։ Թվային աշխարհում անվտանգությունը սկսվում է ոչ թե հարձակումից հետո, այլ խոցելիությունները ժամանակին հայտնաբերելուց։ Ուստի Գարիկի առաջարկը կարող է բացահայտել գաղտնագրման համակարգերի թույլ կողմերը, ավելի ապահով դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաները, որոնց վստահում ենք մեր անձնական, ֆինանսական եւ պետական կարևոր տվյալները։ Արամ Արանդյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։